Հանգիստ լիարժեք դարձրեք Գարիկի մոտ, Palm Springs-ի մոտակայքում, Ինդիո քաղաքում։ Ամբողջովին նորոգված, հարմարավետ 3, 5 եւ 6 սենյականոց 5 աստղանի առանձնատներ մինչեւ 20 հոգու համար։ Բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջագուզիներ, մանգալներ։ Մոտակայքում լավագույն աուտլետներ եւ կազինոներ։ Դրախտային միջավայր լճի ափին, նավով զբոսնելու հնարավորությամբ, ընտանիքների, ընկերների եւ զույգերի համար։ Զանգահարեք նախապես 707 777 77 11 կամ այցելեք garikimot.com։ Անմոռանալի հանգիստ, միայն ու միայն Գարիկի մոտ։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքները։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Բարեկամներ, գնացեք Երևան Post Granada Hills-ում, տվեք վրեժի անունը եւ ստացեք բացառիկ զեղչ։ Օդանավով ծանրոցի առաքում փաունդը ընդամենը $1.99։ Այո, փաունդը 1.99։ Բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, ABC հեռուստաընկերության եթերում մի մեդալի պատմություն հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Կա այսպիսի հրաշալի մի ասացվածք՝ առողջ մարմնում առողջ հոգի։ Ես ամեն անգամ, երբ որ հանդիպում եմ մարզաշխարհի կամ առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ, եթե նրանց հետ հանդիպում եմ ունենում, անպայման թեման լինում է սպորտը եւ առողջությունը։ Դա ամենակարևորն է մարդու համար։ Եթե դու առողջ ես մարմնով ու առողջ ես քո հոգով, ուրեմն իմացիր դու հաճելի ու ցանկալի մարդ ես եւ շրջապատի համար եւ ընդհանրապես բոլորի համար։ Այսօր պիտի խոսենք մի հրաշալի մասնագիտության մասին, որ կոչվում է մանուալ թերապիա, կինեզիոլոգիա։ Այստեղ Միացյալ Նահանգներում այս խնդիրը կարծես թե կա բոլորի մոտ։ Մենք այստեղ քիչ ենք շարժվում, շարունակ մեքենայի ղեկին ենք լինում, ճանապարհները երկար, չենք ուզում, ժամանակ էլ չենք ունենում քայլելու։ Իսկ եթե չես քայլում, հետագայում նաև բարդություններ են առաջանում, իսկ երբ դանակը հասնում է ոսկորին, դիմում ենք բժշկի։ Եղավ այսպիսի մի դեպք, մի քանի շաբաթ մեկ, 2 շաբաթ առաջ ինձ մոտ այդպես խնդրեմ եղավ, մեջկացավի խնդրեմ, դիմեցի բժշկի, խորհուրդ տվեցին իհարկե, որ պետք է դիմես մի մասնագետի, ով անմիջապես քեզ ոտքի կկանգնացնի, համաձայնվեցի, դիմեցի ու հասկացա, որ այո, կան հրաշագործներ, երևի հենց այդպես էլ նաև պիտի անվանեմ մեր բժշկուհին Նազելի Սարգսյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բժշկուհի ջան, հրաշագործ, շատ գեղեցիկ է ասված, որ ժամանակի ընթացքում ով որ չի հավատում, գալիս է ձեզ մոտ ու հետո երբ որ ձեր կաբինետից դուրս է գալիս, ասում է դուք հրաշքեք, սա հրաշագործություն էր։ Այն ժամանակ, երբ որ ես եկա ձեզ մոտ, շարունակ ինձ հարցեր եք տալիս, ես խելոք պատասխանում էի։ Հիմա հերթը իմն է։ Ես պիտի հարցեր տամ, դուք պատասխանեք, որտեվ կարծում եմ մեր երկուսի զրույցը իօգուտ նաև հեռուստադիտողի է լինելու։ Շատ բարի, սիրով Վարդան ջան, իսկապես ինձ թվում է կառնչվենք այնց հարցերի, որ այսօր շատ ակտուալ է ու պատկերացրեք բոլորին առնչվում։ Որն է ամենաակտուալ թեման այսօր, որ Ստրես, հիվանդը որ ավելի շատ դիմում է ձեզ եւ ձեր օգնության կարիքն ունի։ ստրեսի հետևանք ու դրա հետ մեկտեղ արդեն ամենատարբեր, թե գլխացավեր, թե ընդհանուր հոդացավեր, մկանային, նյարդային, ամենատարբեր։ Դուք նոր եք այս համայնքում որպես բժիշկ ներկայանում, բայց այս կար ժամանակահատվածում ես մի քանի առիթներ ունեցա միջոցառումներին, որ ձեր ներկայությունը, ձեր մասնակցությունը գրեթե ամենտեղ կա, բոլորն էլ հիացական են խոսում ձեր կատարած աշխատանքների մասին, լինեն տղամարդ, լինեն կին, ինչու՞ չէ նաև օտարերկրացիներ։ Այդ մասին մենք հետո նաև ֆոտոների տեսքով ցույց կտանք։ Ինչպես ընդունվեց ձեր կողմից նահանգները, ինչպես եք պատկերացնում ձեր աշխատանքային, դուք աշխատանքի բերումով եք այո։ Նախ ասեմ, այստեղ ես ուղղակի հայտնվեցի, նաև հրավերք ունեի եւ իմ որոշումը շատ կարճ պիտի լիներ, չգիտեմ ինչի, սենց ստացվեց, նաև կասեմ բախտի բերումով ու պատկերացրեք մեր համայնքում այնքան կարիքը կար այս խնդրի լուծման համար ու յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր այցելու ինձ մոտ
գտնվելով, մեր մոտ սեանս ընդունելով, ոյ ասում է շնորհակալ ենք Տեր Աստված, գտանք այն, ինչ ուզում էինք։ Այսինքն ամեն ինչ նաև լինում անկախ մեր կամքից եւ շնորհակալ եմ, որ այստեղ եմ։ Ի տարբերություն մյուսների, դուք այսպես ամեն անգամ, երբ որ զրուցում եք ձեր հիվանդների հետ, ասում եք 2-3 օրից դուք կլինեք այն ինչ որ եղել եք 20 տարի առաջ, ավելի երիտասարդ ժամանակ, ասենք խոսքը մեծերի մասին է։ Այդքան վստահ եք ձեր աշխատանքի վրա, որ մարդկանց այդ հույսը տալիս եք։ Անխոս, իսկապես ինչից է գալիս այդ վստահությունը։ Որովհետև նախ իմ աշխատանքում Վարդան ջան դու էլ համոզված ես ու բոլորն են արդեն դրանում համոզված, որտեղ կա անմնացորդ սեր, անմնացորդ նվիրում, իսկ եթե մի աշխատանք անմնացորդ սիրով արվեց, բնականաբար դրա արդյունքը անասելի հզոր է եւ անխոս իմ բուժման մեթոդն այնքան տարբերվում է, որ մարդը մի սեանս ընդունելով կարծես վերածնվում է, կյանքի է կոչվում։ Իսկ դա արդեն ես կասեի նաև առաքելություն է։ Բալավ ինչի՞ն մարդիկ երբեմն ասում մի 10 սեանս պիտի գաս, որ նոր կարողանաս բուժվես։ Դե ամեն մեկն իր մեթոդն իր բուժման ձևն ունի, այստեղ իսկապես մի սեանսում ինչ է ասվում, որ մարդը միանգամից 90-95% արդյունք է ունենում, վերածնվում է։ Ու ասեք ու ամենագլխավորն է, որ մեկը արդեն մեզ մոտ լինելով բերում է իր ընտանիքի մնացած անդամներին, իր շրջապատին, այսինքն սրտացավորեն մեկը մյուսին ասելով մեր մոտ են հասնում։ Հիվանդը գալիս է ձեզ մոտ, ասենք մեկը մյուսին ներկայացնելով այդպես գրանցվում են, բայց եղել են դեպքեր, երբ որ դուք անձամբ եք տեսել մի, ասենք առիթի ժամանակ մարդու, ով մի փոքր թեքված է մանեկել, անհույս է եղել, հոգնած է եղել ու դուք տեսել եք, որ այդ մարդու մոտ կա արագ վերականգնվելու process-ը եւ նա պիտի ձեր օգնության կարիք ունի։ Վարդան ջան, այդ իմ ամենացավոտ հարցն է ու բոլորը անվերջ զարմանում են իմ այսքան անկեղծության ու սրտացավության վրա, որ անխոս ես տեսնում եմ մեկին, ես ում հետ խոսում եմ, ում հետ շփվում եմ, բնականաբար զգում եմ ցավերի վրա կենտրոնանում բան, բայց երբ տեսնում եմ 1-2, ասենք իրոք կարիքը կա դիմացինին օգնելու, ես չեմ նայում որտեղ եմ, ինչ եմ, ով է, սրտանց ուզում եմ որ օգնած լինեմ ու 1-2 կպնելով մարդն ասում է ոյ Աստված իմ էս ինչ հրաշքեր, էս ինչ կատարվեց, թե գլխացավի մեջ է, թե տեսնում եմ հոգեբանորեն հոգեվիճակը շատ ծանր հոգեվիճակի մեջ է, թե ընդհանուր լարվածություն է, այսինքն այո, մի անգամից մոտենալով սենց կարողանում եմ ինչ որ ձևով անպայման օգնած լինեմ։ Մանուալ թերապևտ, կինեզոթերապևտ, էներգոթերապևտ, այսպես 3 տարբեր ներկայացնելու այո ձև ես լսել եմ նաև շատերից որ դուք տալիս եք էներգիա եւ սեր մարդուն այսինքն համատեղելի է այդ էներգիա եւ սերը շատ ես ուր լինում եմ նախ անverջ բոլորին ասում եմ եկեք սիրենք իրար բարին կամենանք քանի որ դա հենց արդեն էներգիա է եւ այդ էներգիան այդ վիբրացիաներով արդեն տիեզերք բարձրանալով մի քանի անգամ ավելանալով մեզ հետ է գալիս ու դրա համար անverջ ասում եմ մեկս մյուսի սիրենք ներենք կամենանք որովհետեւ դա այսօրվա մեջ ամենամեծ լավագույն միջոցն է նաև որ կարողանանք հաղթահարենք այս տեմպը, այս արագ վիբրացիաները, դա իհարկե մի ուրիշ թեմա է, հետո կանդրադառնանք ավելի խորքային, իսկ որտեղից այսքան սեր շատ լավ ու անընդհատ հազվադեպ հանդիպող հարց, որովհետև ով գիտի իմ աշխատանքային գրաֆիկը, որ անսահման մեծ ուժ եմ ներդնում, անսահման մեծ ֆիզիկական, թե խոսքով, թե ամեն առումներով ու բոլորը զարմանում են, դուք չեք հոգնում, իսկապես երբեմն ես էլ եմ զարմանում, որովհետև բոլորը ծանր հիվանդներ ու ողջ օր այսքան լարված աշխատելուց, ես կասեմ մի նուրբ գաղտնիք կասեմ, որովհետև էլի ամբողջ հիմքում սերն է եւ սրտացավությունը երբ ուզում եմ դիմացինը լավ լինի ես իմ ամբողջ էներգիան իմ ամբողջ սերը ներ եմ դնում ու մարդը մի սեանսում կյանքի կոչվելով ռեստարտը լինում իր ամբողջ թե միտքը թե մարմինը դա արդեն հզորություն է ֆենոմենալ հզորություն է այս նույն սերը փոխանցվել է նաեւ ձեր օգնականին նայել են Ալիսային մենք քիչ առաջ տեսանք ձեզ միասին երկուսով հիվանդի հետ աշխատում եք անկեղծ ասեմ
կարծես թե հատուկ ընտրված օգնական լինի ձեզ համար իր բարի ժպիտ, իր հարգալից վերաբերմունքը, մոտեցումը։ Ճիշտ է։ Լավ, արդյոք այդ էներգիան ու սերը կարող են, ասենք, ուղղել մարդու մեջքը։ Անխոս, նաև դա կարող է ուղղել, ձերքերի միջամտությունից բացի նաև այդ հավատը պիտի լինի, չէ՞։ Հավատալով կարող ես զգաստանալ, կեցվածքը այո, ուղղել։ գիտեք, շատ սիրուն բան եք ասում Վարդան ջան, երբեմն այցելուն մարդը զանգով իմ հետ խոսելով, արդեն իմ հետ խոսելուց, արդեն ձայնից խոսելուց ասում է, գիտեք, մի տեսակ ես բուժվեցի, մի տեսակ խաղաղվեցի, արդեն հավատում եմ ձեր մոտ եկած, արդեն հավատում եմ, որ բուժվել եմ, որ կբուժվեմ։ Անխոս այդ ամեն ինչը միաժամանակ գործոն է ու այդ անմնացորդ նվիրումը, որ պիտի դիմացինին կյանքի կոչես, որ պիտի իր մեջ ապրելու ցանկություն առաջացնես, դա արդեն ես կասեմ ֆենոմենալ երևույթ է, որի համար շնորհակալ եմ թե Աստծուն, թե ծնողներիս, թե իմ բոլոր անցած ճանապարհը եւ յուրաքանչյուր այցելուին։ Սա ընտանեկան աշխատանք է Հայաստանում, ուրեմն էլիտ մետում դուք աշխատում եք ձեր քույրիկի, ձեր եղբոր հետ միասին։ Երեքով նույն մասնագիտությունն եք ընտրել, երեքով նույն հրաշագործներն եք, հիմա դուք այստեղ եք, երկուսը Երևանում են աշխատում, բայց ձեր կապը Երևանի հետ կա, դուք կարծես թե Երևանում եք մնացել։ Անուշ եւ Նազելի Սարգսյաններ, մանուալ թերապևտ, կինեզոթերապևտ։ Ունեն 18 եւ ավելի տարիների աշխատանքային փորձ եւ 100 հազարավոր բժշկված հաճախորդներ, ամենատարբեր խնդիրներով, բժշկելով թե հոգին, թե մարմինը։ Աշխատել են Հիրոդումետ բժշկական կենտրոնում, ինչպես նաեւ արդեն 10 տարի Էլիտմետ բժշկական կենտրոնում։ Աշխատանքային հրավերներով եղել են Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում, Դուբայում, Միացյալ Նահանգներում եւ այժմ գործունեությունը միաժամանակ շարունակում են թե հայրենիքում, թե Միացյալ Նահանգներում։ Անցել են բազմաթիվ վերապատրաստումներ, ինչպես նաեւ ուսանել եւ վերապատրաստել բազմաթիվ ուսանողների։ Հայաստանի գործարար կանանց անդամ եւ միջազգային լիդեր էքսպերտ։ Բարի գործերի մարդկանց օգնելու եւ կարեկցելու ջատագով լինելով կատարել եւ կատարում են բազմաթիվ բարեգործություններ, զոհվածների ծնողներին մարդասիրաբար օգնելով եւ ֆինանսավորելով։ Բացի այդ, լայն շրջանակներ ունենալով փորձում են գտնել բարերարներ, ովքեր եւս պատրաստ են իրենց օգնության ձեռքը մեկնել բռնի տեղահանված արցախցի մեր հայրենակիցներին։ Աշխատանքային գործունեության համար ստեղծել են իրենց հեղինակային հնարքները, որով էլ փորձում են ուսանել նոր սերնդին։ Անուշ եւ Նազելի Սարգսյաններ։ Ձեր այս համատեղ աշխատանքի արդյունքում 2025 թվականին դուք արժանացաք Արմենիկոս մրցանակին, մրցանակ, որը կարծում եմ բավականին, նաև տեսնում ենք լուսանկարը, որ մրցանակը ստացել եք, ինչի համար են շնորհվում նման մրցանակները առողջապահության ոլորտի աշխատողների համար։ Ես կասեի, սա ոչ միայն առողջապահությանն է առնչվում, սա հանդիսանում է նաև համահայկական մեծ ֆորմատով, այսինքն համաշխարհային մասշտաբով կայացած հայուհիների մեծ սա տիտղոս է, Արմենիկոս տիտղոսը, որ արժանանում է այդ առաքելությանը։ Դա նաև առողջապահությանը կից, նաև սա է, որը գնում է, այդ հասույթը գնում է մեր հերոսացին մայրերին, այնտեղ որ թե կորույս եւ նորից եւս մեկ անգամ էլի ուշադրություն, էլի
թե գումարային առումով ինչևէ։ Շնորհակալություն նաև ասենք Անժելա Ստեփանյանին, որովհետև շատ մեծ գործունեություն է ծավալում։ Իդեպ այս տարի արդեն 5-րդ հոբելյանական տարին է այս մրցանակաբաշխության, որը, չգիտեմ, յուրաքանչյուրիս մեծ պատիվն է։ Ձեր հանդիպումներից մեկի ժամանակ ես Անժելային նկատեցի նստած էր այստեղ Լոս Անջելեսում, նա հպարտորեն էր եկել։ Նման հանդիպումներ հասարակության հետ, մտավորականների հետ հաճախ են լինում, հաճախ է կազմակերպվում։ Իդեպ, որը ուրեմն նոյեմբերին, որ անցկացվեց այդ պրեզենտացիան, ինձ նվիրված, ինձ համար անակնկալ էր, ճիշտն ասած, շնորհակալություն նաև եւս մեկ անգամ կազմակերպիչներին, Անժելա Ստեփանյան ջան, նաև ձեզ։ Գիտեք, այնքան հետաքրքիր մի մեծ ամփոփում էր, որ այդ կարճ ժամանակում որ վայելում եմ այսքան անսահման սեր, այսքան հզոր բանակ ունեմ, չգիտեմ, դա եւ պարտավորեցնող է, դե չեմ ուզում ասեմ, որովհետեւ այսօր յուրաքանչյուրս այս խնդիրները ունենք, այսինքն այն ինչը մենք բուժում ենք, այն ինչը հարցերին լուծում եմ, դա այսօր ամեն մի պահը առնչվում է, յուրաքանչյուրիս առնչվում է, սկսած ինձանից, որովհետեւ ի վերջո իմ բուժման հիմքում ինչն է, պատճառը ինչն է, ստրեսի հետևանքներ, քիչ շարժունակություն, հիպոդինամիան, այնտեղ ծանր վերցնել, ընկնել, դրանք բոլորը լուծումը բերում է մեր մոտ։ Մի անգամ է առիթի ժամանակ, երբ որ Վաչի Համարյանը բեմեր բարձրացելու պիտի երգեր, դուք նստած եք, ձեր տարեդարձի ժամանակ եղել, ես տեսա երիզն եմ դիտել, մինչև երգել էր նա նշեց, որ Նազելի Սարգսյանը իմ փրկիչն է, երբ որ պիտի վիրահատություն կատարեն, ընդամենը մեկ սեանսով ես ոտքի կանգնեցի, իմ ձեռքը սկսեց աշխատել, մոտոցիկլետի վրայից էր նա ընկել, մեծ տրավմա էր ստացել, նման շնորհակալական խոսքեր հնչեց նաև Արտավազդ Ամիրյանի կողմից, Սոս Կարապետյանի, ովքեր որ բուժվել են ձեզ մոտ, ովքեր որ պարզապես անկեղծ եմ ասում սիրելի հեռուստադիտողներ, հիացական են խոսում, բոլորն էլ ես իմ կփորձենք, եթե այդ վիդեոները մեզ մոտ կարողացանք ներկայացնել, սիրով անպայման կներկայացեմ, դուք անձամբ կլսեք, թե ինչ են ասում մեր շնորհաշատ արվեստագետները, նաև սպորտի բնագավառի աշխատողները։ Մի հարց, որ ինձ շատ ուրախացրեց, ձեր մոտեցումը եւ ձեր վերաբերմունքը հայ զինվորի նկատմամբ, այն զինվորի, ով վիրավորվել է պատերազմի ժամանակ, ով օգնության կարիք ունի, ով բժշկվելու կարիք ունի եւ կարծես թե դա ձեր առաքելությունն է լինել զինվորի կողքին ցանկացած պահի։ Շատ սիրուն ու շատ կարեւոր նուրբ հարցի անդրադարձակ, զինվորը անխոս մեր հզոր ուժն է, որին մենք միշտ երախտապարտ ենք, որին միշտ ամեն մեկս մենք մեր պարտավորվածությունը ունենք, մեր թե շնորհակալական առումով ամեն ձևով արտահայտվող, ինչևէ, նախ ասեմ պատերազմի օրերին ես իմ ավագ որդին էլ եղել է պատերազմի առաջին գծում, ինքս սպա էր, եւ ես ամեն վարքյան ընդունելով թե վիրավորների ծնողների բոլորին հույս էի տալիս, սենց շատ ոգևորող, շատ սենց հոգևոր առումով դուրս էի գայս կաբինետից, նորից հուզվում էի ու նորից մտնում ներս, մինչև հիմա էլ մենք ընդունում ենք, շատ մեծ ուշադրություն է դարձվում։ Ներողություն, զինվորի տան հետ աշխատում եք։ Զինվորի տան հետ աշխատում ենք մասնակի։ Մենք հիմնականը մենք մեր ուղղությունով ենք ընդունում, որովհետև շատ բարեգործություններ ենք անում, անվճար ուղղությունով, թե վիրավոր զինվորների, թե անհետ կորածների ծնողների հետ, միջև հիմա էլ ունենք, ինչևէ, մասշտաբը շատ մեծ է, չգիտեմ։ Նաև պատերազմի օրերին շատ մեծ օգնություններ ենք ցուցաբերել, որովհետև մեր այցելուները ամբողջ աշխարհից մեծ, թե ֆինանսական, թե նյութական մեծ մասշտաբների ուղարկում էին, ու մենք այդ փորձում էինք հասցնել Արցախ զինվորին։ Բժիշկը հիվանդանում է երբևիցե։ Անխոս։ Ձեր մոտ նման խնդիրներ լինում են։ Այստեղ Միացյալ Նահանգներում օդի խոնավությունն է, ինչ է շատ հաճախ գացնել է տալիս, ճիշտ է, շատ նուրբ հարցի ենք էլի անդրադառնում, այստեղ թե կլիման, թե կարոտախտ, ամենացավոտ հարցը մեր հայության, մեր այս համայնքի, դրա հետ մեկտեղ յուրաքանչյուր այցելուից հետ ես ապրում եմ թե իրա ցավը, իդեպ բոլորը գիտեն, ես
միջև կպնելն էլ, միջև դիպչելն էլ արդեն ցավը գիտեմ, նաև ցավի չափը, խորությունը աշխատանքի ընթացքում դրանք, որ իրոք ֆենոմենալ երևույթներ են, ինչևէ, ինչ էի ուզում ասեի, որ այդ ոչ մեկս ես միշտ ասում եմ, որ ապահովագրված չենք, որովհետև այսօր մեր իրականությունը ամեն պահը ստրես է, ստրեսի հետևանքը չի կարող ուղղակի անհետևանք մնալ։ Ով է ձեզ բուժում։ Եթե դրա կարիքը կա։ Անխոս եւ ես Ասենք ինքս քույրիկ Անուշիկ այստեղ չի, եղբայրս այստեղ չի, այո, եւ քույրս Հույսը մնաց, հույսը ալիս է վրա։ Այո, իմ ասենտ իմ օգնականը, որը թե հրաշք մարդ է, թե հրաշք մասնագետ, շնորհակալ եմ, որ ինքն էլ իմ կողքին է, ինքը լինելով իմ հիվանդը, պատկերացնում եք, Լիբանանից եկել էր Հայաստան, հետո բուժումն անցել է ու ես տեսա իր մեջ այդ անսահման սերը մարդկային դիմացինի նկատմամբ, ես իրեն կարծես պատգամ տվեցի, որ դու պիտի մարդկանց օգնես, որովհետև դու օգնես ու այս առումով ու սովորելով, նաև այստեղ Ամերիկայում անցնելով համապատասխան որակավորումները, ինքը հիմա աշխատում է մեզ մոտ։ Դուք իրար հետ աշխատում եք, դուք իր մոտ եք աշխատում։ Այո։ Նաև հաղորդման իմ վերնագիրը արդեն նշում եմ, մի մեդալի պատմություն։ Բնականաբար այսքան աշխատանք կատարող մասնագետ, այսքան հեղինակություն, միջազգային տարբեր մրցույթների մասնակցություն, Սանկտ Պետերբուրգում եք մասնակցել, մրցանակներ եք ստացել, այդ երիզն էլ կա, մենք տեսել ենք ինչպես են ձեզ բեմ հրավիրում, մրցանակը հանձնում։ Խոսենք ձեր մրցանակների մասին, Արմենիկուսից բացի դուք նաև այդ միջազգային մրցանակներ եք ստացել, միջազգային ժյուրիի նաև անդամ եք եղել։ Այո։ Ինչի համար են ձեզ մրցանակը տալիս, ինչ որ մրցույթային հատուկ փուլ կա, որ անցնում եք։ Իդեպ բնականաբար բարբերաբար մասնակցություն եմ ունեցել միջազգային ֆորումների, կոնֆերանսների, մրցանակներ ունեցել, նաև հետո ես ինքս լինելով միջազգային ժյուրիի անդամ, լինելով էքսպերտ, ես ինքս եմ հետո արդեն պարգևատրումներ արել եւ մինչեւ հիմա էլ ես այստեղ լինելով, թե Հայաստանում, թե Դուբայում, թե Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող շատ կոնֆերանսներ ա եղել, ֆորումներ ա եղել, որոնց էլի մեծ մրցանակների եմ արժանացել, որի համար շնորհակալ եմ բոլորին։ Երբ որ հիվանդի մոտ բուժման process է լինում, այդ թվում է թե ամեն ինչ անցել է, բայց հետո նորից ինքը չհետևելով համապատասխան կանոնների, համապատասխան բուժման process-ին չհետևելով, դեղորայքը չընդունելով, նորից էլի դիմում է ձեզ։ Շատ լավ, նուրբ երևույթի գնացել, Լինում են նման դեպքեր։ Իմ համար միշտ գնում եմ Հայրից արդյոք մոտ շատ է վիճակը, լինում, չէ՞։ շատ, Ասում են դեղերը խմեք, ասում են իհարկե բժիշկ ջան խմում եմ, բայց իրականում չեն խմում։ Ես առաջուրը չի խմել, իմ դալեց ասեմ։ Հետո հասկացա, որ պիտի խմեմ, չէ՞։ Նախ ասեմ, որ ինձ մոտ, այո, ինձ մոտ բուժումը լրիվ բնական հիմքերով է, նաև նշանակումները, նշանակում ենք այն վիտամիններն ու այն հանքանյութերը, ինչպես օրգանիզմում կա, այդ դեֆիցիտը մենք վերականգնում ենք, եւ դրա հետ մեկտեղ կուզեմ ասել ուրեմն տեսեք, բուժումն անցնելով մարդը սկսում է զգալ, ճանաչել իր օրգանիզմը, որ այսօր շատ կարևոր երևույթ է, որովհետև մենք ապրում ենք ու չենք հասկանում մեր օրգանիզմը, չենք ճանաչում։ Մարդը զգալով իր օրգանիզմը, պատկերացնում է ինչ է կատարվում, ինքը լրիվ կյանքի է կոչվում, այսինքն մեր բուժումով ես ինչ եմ անում, բերում եմ մարդուն եւ հասցնում այն վիճակի, եւ մոտիվացիա եմ տալիս, եւ դնում դիսցիպլինա, այսինքն առողջ ապրելակերպի, հա, իրեն սիրելու, իրեն հետևելու, այսինքն կարգ ու կանոնը պահելու։ Իսկ դա մի քանի նրբություններով է եւ շատ կարեւոր կիրառվող, շատ առնչվող երևույթ է, որովհետեւ այսօրվա իրականության մեջ չնայած ցավով եմ ասում, բայց մենք յուրաքանչյուրս այս թոհուբոհի մեջ, այս վազքի մեջ ընկած վազում ենք ու մոռանում ենք, որ ի վերջո մեր մարմնի, մեր առողջության մասին պիտի հոգ տանենք եւ իզուր չի չէ, ասում ենք, մինչեւ 50 տարեկան ապրում ենք, մեր ամբողջ առողջություններ ենք դնում, գումար ենք վաստակում ու 50-ից հետո արդեն վաստակած գումարը, որ հիվանդությունը հետ բերենք, բայց փառք Աստծո, ինձ մոտ հիվանդության լուծումը ոնց է գնում, որ մենք ամեն ինչի պատճառին ենք գնում։ Այդ դա մեր բուժման գրավականն է։ Նազելի ջան, այսպեսի մի հարց եմ ես ուզում տալ։ Նախ դուք նաև օտար հիվանդներ ունեք, ոչ հայեր։ Օտարներ են գալիս,
Այսինքն նաև միջազգային այսպես Այո, եւ Հայաստանում ա եղել անդադ, օտարազգիներ, այո, շատ պատկառելի մարդիկ, նաև ես անդադ աշխատանքային ֆոտոն եմ տեսնում։ Աշխատանքային հրավերքներով եղել եմ տարբեր երկրներում, նույնն էլ այստեղ ամենատարբեր ազգեր ընդունում եմ ու գոհացած, իհարկե իրենք պատական ոչ մեկ չեն հասնում մեզ մոտ, բոլորը մեկը մյուսի խորհրդով, ասելով եւ հիանում են եւ հայի տեսակով եւ անխոս բուժման արդյունքից։ Շատ արագ է անցնում։ Դուք մոտարապես 1.5 ժամ աշխատում եք հիվանդի վրա, ընդամենը 30 րոպեում տեսեք մեր հարց ու պատասխանը ավարտվեց։ Վերջում ինչ կմաղթեք մեր հեռուստադիտողները, որտեղ վստահ եմ շատերը հիմա նայում են մեզ, նայում են այս հաղորդումը եւ ինչ որ հարցեր կունենան, բնականաբար բժիշկ ջան ոնց անեմ, իհարկե հեռախոսամարը կա, ձեզ կզանգարեն, բայց ինչ կմաղթեք մեր հեռուստադիտողներին։ Ինչ կմաղթեմ, նախ կմաղթեմ, որ կարողանանք ամեն հարցի կարողանանք թեթև վերաբերվել, որովհետև այսօրվա իրականությունը այնքան թոհուբոհ է, որ ոչ մի բանի հետ կապված չխորանանք, լուրջ չընդունենք, որովհետև ամեն մի ստրեսը մկանը զգում է եւ մկանը 15 տարի մի ստրեսը զգալով պատկերացնում եք, այդ ամեն ինչ խորանում, կուտակվում է եւ բերում է արդեն հոգու ցավ, մտքերի այդ խնդիրը, այսինքն մեկը մյուսով այդ փոխկապակցված երևույթը նորից գնում ենք։ Ուզում եմ նորից ասել, սիրենք իրար, ներենք իրար, որովհետև մեր այդ ներքին մտքերով է պայմանավորված մեր առողջ վիճակը։ Իսկ անխոս դրանից բացի շատ ակտիվ պիտի լինենք եւ բարբերաբար 1-2 դիմեն մեզ։ Իսկ որ հարցում կարող են դիմել, կարող են մեզ դիմել ամենատարբեր գլխացավերի դեպքում, գլխապտույտի, ականջների խշշոց, աղմուկ, այնտեղ վերջույթների հետ կապված թմրածություն, լարվածություն, ծակոցներ, հոդացավերի, աղեստամոքսատրակտի հետ կապված, մի խոսքով ճողվածներ ամենատարբեր, նաև ասենք կներեք Վարդան ջան, նաև ասենք ստրեսներ, քրոնիկ դեպրեսիաներ, մանկությունից եկած տագնապներ, վախեր, դրանք ամենը իր հետևանքները թողնում են։ Ինչպես ասեց մեծն Վաչե Ամարյանը, Նազելի Սարգսյանի մոտ մարդուն քանդում ու հավաքում են։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Նազելի ջան, սիրելի հեռուստադիտողներ, այս մի քանի րոպեի ընթացքում հասկացանք, որ որքան կարևոր մեզ համար առողջությունն է։ Մենք պիտի հետևենք, չթողնենք, որ այն վերջի պահին դանակը ոսկորին հասնի ու նոր գնանք բժշկի դուռը ծեծենք, ասենք բժիշկ փրկիր։ Ճիշտ է, հրաշագործը կմնա հրաշագործ, ամեն րոպե նրա համար կապ չունի, որ ժամին է, երբ է, Նազելի Սարգսյանը պատրաստական է բոլորին օգնելու։ Շնորհակալ եմ, լավ եղեք, առողջ եղեք, որ կարողանաք մարդկանց առողջացնել։ Այսքանը կհանդիպենք հաջորդ շաբաթ նույն ժամին ստեսյուն։ Հանգիստալի արժեք դարձրեք Գարիկի մոտ, Palm Springs-ի մոտակայքում, Ինդիո քաղաքում։ Ամբողջովին նորոգված, հարմարավետ 3, 5 եւ 6 սենյականոց 5 աստղանի առանձնատներ մինչեւ 20 հոգու համար։ Բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջագուզիներ, մանգալներ։ Մոտակայքում լավագույն աուտլետներ եւ կազինոներ։ Դրախտային միջավայր լճի ափին, նավով զբոսնելու հնարավորությամբ, ընտանիքների, ընկերների եւ զույգերի համար։ Զանգահարեք նախապես 707 777 77 11 կամ այցելեք garikimot.com։ Անմոռանալի հանգիստ, միայն ու միայն Գարիկի մոտ։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օթանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Բարեկամներ, գնացեք Երևան Post Granada Hills-ում, տվեք վրեժի անունը եւ ստացեք բացառիկ զեղչ։ Օթանավով ծանրոցի առաքում պաունդը ընդամենը $1.99։ Այո, պաունդը 1.99։